Փետրվարի 7-ի երեկոյան ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հայտնեցին, որ օտարերկրացի մի կին ահազանգել է, թե իր ընկերուհու հայրը եկել է արտասահմանից, դստերը սպառնացել, որ կսպանի, այժմ էլ առևանգել է նրան։ Համայնքային ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով օպերատիվորեն պարզվեց ահազանգողի ընկերուհու գտնվելու վայրը։ Ստացված ահազանգից անմիջապես հետո մեկնեցինք Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոն, որտեղ զրույց ունեցանք դստեր հետ, ով հայտնեց, որ հայրն իրեն սպառնացել է, որ կսպանի։ Ապա ձեռնարկեցինք օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվեց, որ հայրը գտնվում է Երևան քաղաքի Արամի փողոցի սրճարաններից մեկում։ Ոստիկանների տեղեկությունը ճիշտ էր։ Արտասահմանից ժամանած 48-ամյա տղամարդը սրճարանում հայտնաբերվեց, հոգեկան ներգործության կասկածանքով ձերբակալվեց եւ տեղափոխվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հաշվի առնելով նախկինում կատարված եւ բացահայտված նմանատիպ ողբերգական դեպքը, երբ ոստիկաններին չէին տեղեկացրել հետապնդումների մասին, այս անգամ շնորհիվ արագ ահազանգման եւ օպերատիվ արձագանքման Համայնքային ոստիկաններին հաջողվեց կանխել հետագա զարգացումները։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։